Արևմուտքի երկրները ստում են այն մասին, որ Իրանին մի քանի ամիս է մնացել միջուկային զենքի ստեղծումից առաջ, եւ սա երկրի ամբողջականությունը խաթարելու նպատակով խաբեության առաջին դեպքը չէ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Իրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ստորագրողն է եւ հայտարարություններն այն մասին, թե իբր Թեհրանը մոտենում է դրա ստեղծմանը, հնարավոր չէ ստուգել։ Բացի այդ, արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մտահոգություն չի հայտնել այդ կապակցությամբ։ Նրանք արդեն մեկ անգամ չէ, որ ստում են։ Նրանք ասում էին, որ Լիբիայում ժողովրդավարություն կհաստատեն։ Նրանք այնպիսի ժողովրդավարություն հաստատեցին Լիբիայում, որ բաժանեց այս երկիրը, պարզապես պառակտեց այն։ Ճիշտ նույնը, ինչ տեղի ունեցավ այն առումով, որ խոսացան ժողովրդավարություն, իսկ երկիրը պառակտվեց։ Ահա օրինակ Ուկրաինան, ասել է Զախարովան։ Ուկրաինան պետք է պատրաստվի ծանր ամռանը, քանի որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ճնշում է գործադրելու առաջնագծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի անանուն պաշտոնյան։ Ճնշում կլինի ճակատային գծի ողջ երկայնքով եւ թվում է, թե այն կաճի։ Ուստի ես խոսում եմ Ուկրաինայի համար բարդ ամառվա մասին, ասել է պաշտոնյան։ Նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ում ակնկալում են շարժումներ Սումիի մարզում եւ ինտենսիվացում Զապորոժիայի ուղղությամբ։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտնել է, որ եկել է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու ժամանակը, որպեսզի նախագահ Վլադիմիր Պուտինին մղի վերջ տալ հակամարտությանը։ Նրա պնդմամբ Ուկրաինայի աջակցությունն արևմուտքի կողմից անսասան է եւ հիմա հրադադար է պետք։ Նա կարծում է, որ միայն Վլադիմիր Պուտինն է, ով չի ցանկանում նման սցենար, ուստի ժամանակն է նրան մղել դրան։ Մեր ռազմավարությունն այստեղ եռակի է։ Առաջին ամրապնդել մեր սեփական պաշտպանությունն ու զսպումը, երկրորդ ճնշում գործադրել Պուտինի եւ Ռուսաստանի վրա։ Մենք այստեղ պետք է գործենք որպես առանձին երկրներ, որպես Եվրոպական միություն Միացյալ Նահանգների հետ միասին։ Մենք հույս ունենք, որ պատժամիջոցների փաթեթը, որը գտնվում է Սենատում, հաջորդ շաբաթ առաջ կընթանա, հայտնել է Վալտոնենը։ Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Միացյալ Նահանգները իբր չի ոչնչացրել, այլ ընդհանրապես դանդաղեցրել է եւ մի քանի ամսով հետ է շպրտել Իրանի միջուկային ծրագիրը, սխալ են։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս շաբաթ CNN հեռուստաալիքը վկայակոչելով Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հետախուզական վարչության զեկույցը գրել է, որ ամերիկյան հարվածներն իրանական 3 միջուկային օբյեկտներին իբր չեն ոչնչացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները եւ հետախուզության նախնական գնահատմամբ միայն հետ են մղել դրա զարգացումը մի քանի ամսով։ Ռուբիոն CNN-ի հաղորդագրությունն անվանել է կեղծ պատմություն։ Նրա խոսքով այն չպետք է տարածվի, քանի որ ճշգրիտ չի փոխանցում այն, ինչ տեղի է ունենում։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը խոստովանել է, որ Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է եւ այժմ աշխարհը շարժվում է դեպի նոր բազմաբևեռ կարգ։ Կարծում եմ, մենք տեսնում ենք համաշխարհային կարգի փոփոխություն։ Մենք պետք է հասկանանք, որ արևմտյան գերիշխանության ժամանակն անցել է, ասել է Ստուբը։ Նրա խոսքով ներկայիս իրավիճակը հիշեցնում է առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից եւ Սառը պատերազմից հետո աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա նշել է, որ այժմ բոլոր երկրները շարժվում են դեպի աշխարհակարգ եւ ամեն ինչ ավելի բազմաբևեռ եւ անկանոն է։ Ստուբը կարծում է, որ նման իրավիճակում այնպիսի պետություններին, ինչպիսին Ֆինլանդիան է, պետք են բայրզավոր դաշնակիցներ, որոնք միասին կաշխատեն պաշտպանության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։